Եթե սիրում ես ժողովրդից, այսինքն մարդկանց, այդ դեպքում առաջին բանը, որ դու պիտի անես, այդ քո վստահությանը, քո հավատին արժանի մարդկանց պետք է օգնես կախվածության մեջ չլինել որևէ մեկից։ Ես առաջին հայացքից կարող է թվալ, թե ես քաղաքական իրավիճակում, ես լարված իրավիճակում եւ ինչ որտեղ խեղված իրավիճակում ինչի մասին է խոսում Հայրիկյանը, բայց էլի նույն բանի մասին։ Գլխավոր խնդիրը այն է, որ մարդիկ երկրիկներ լինեն։ Եթե իսկապես դու իրենց սիրում ես նույնիսկ ավելի, քան ինքդ քեզ ես սիրում։ Հայրենասիրությունը ուրիշ բան չէ, ազգասիրությունը ուրիշ բան չէ, քան սեր մարդկանց նկատմամբ։ Եվ եթե սիրելու ընթացքում դու փորձում ես կամք պարտադրել, քո կարծիքը պարտադրել, ուրեմն դու չես սիրում, ուրեմն դու քեզ ես սիրում։ Հիմա իմ սահմանադրության բարեփոխման, մեր արդեն ունեցած սահմանադրության բարեփոխման նախագիծը, որը կոչվում է բացարձակ ժողովրդավարության նախագիծ, դրան է ուղղված։ Նոյեմբեր ամսին եւս մեկ անգամ խորհրդարվեց համոզել, եւս մեկ անգամ բացատրել, որ ժողովրդավարության բաստիոն կոչողը մի քիչ գոնե մտածի։ Գիտեք, ես իրավունք չունեմ վերջնականապես համարել, որ վերջ դիմացինս այլևս մարդ չէ։ Որքան էլ երբեմն վրդովված պահին ինչ-որ բաներ ասում ես, ինչ-որ փաստի հետ կապված, բայց միշտ պիտի հաշվի առնես, որ դիմացինդ մարդ արարած է։ Հիմա մեր այս իրավիճակում գլխավոր խնդիրը ընդգծելուց հետո գալիս ես մի բանի, որքանով է դա գործնականում առարկայական, այսինքն որքանով է հավանական, որ դու ճիշտ ընթացքի մեջ ես և դա կարող է հասցնել ցանկալի արդյունքի։ Բոլոր նպատակներից, որոնց մասին խոսում են այսօր քաղաքական ուժերը, ամենաիրականանալին հենց սա է, որովհետև սա այն հարցն է, որտեղ կարող են հայտարարի գալ բոլորը, զարմանալի է, չէ՞, տեսեք ինչ եմ ասում ես։ Խոսում եմ այն բանի մասին, որ նրան, ում դու համարում ես, որ իշխանության սխալմամբ է իշխանության ղեկին, որ նա ժողովրդի իրավունքներ է ոտնահարում, աստորեն նրանք, այս ՔՊ-ականները և ես, մենք, ինձ հետ աշխատող, այլ քաղաքական ուժերը մեզ հետ աշխատող, մյուս քաղաքական ուժերը ունենք ընդհանրություն, մյուս դեպքերում ընդհանրություն չունենք, մյուս դեպքերում ուղղակի ասում ես, դու գնա, ես պիտի գամ։ Իսկ այստեղ մենք ասում ենք, դու ինչ ճանապարհով, ինչպես, ինչ ճնշումների տակ ստեղծել ես սահմանադրական հանձնաժողով։ Անկախ նրանից ինչ խախտումներ ես արել, հիմա քանի անգամ ես տապալվել, քանի անգամ ես կեղծել, հիմա ինչու ես նորից խախտումներ անում, այդ բոլորը մի կողմ։ Դու ստեղծել ես հանձնաժողով։ Մենք էլ ասում ենք, հանձնաժողով ստեղծել ես, հանձնաժողովը թող քննարկի նաև սա։ Իսկ մենք չենք ասում, չեղած տեղում արի մի բան ստեղծել։ Մենք ստեղծել ես, այս էլ նախագիծ։ Ախր եթե դու սրիկա չես, եթե դու ստոր սրիկա չես, այդ տեսակ հանձնաժողովները ստեղծում են մի բանի համար։ Ստեղծում են, որպեսզի քննարկեն տարբեր կարծիքներ։ Իմ ասածն էլ ընդամենը մի բան է։ Այս սրանից հետո ես ինչպես հանգիստ նայեմ քեզ, երբ քանի անգամ տվել եմ ասում, մի հատ քննարկեք, էլի մարդ եք արա, մարդ եք, չէ՞, մարդակերպ եք, լավ։ Կարող է նեղվում եք, որ ձեզ մարդ եմ համարում։ Ինչքան է սատանան մեջդ մտածել, մարդկային ինչ-որ բան կա, չէ՞։ Ծնող ես, զավակ ես եղել ինչ-որ չափով, ընկեր ես եղել ոմանց համար, մարդ ես, չէ՞։ Այդ մարդկությունը քո մեջ, այդ 24 ժամվա մեջ մի ժամ չի աշխատում, դրա համար էլ ամենախիստ խոսքերն եմ ասում և պարտավոր եմ ասել, որ դու պղծություն ես, եթե քեզ արված առողջ առաջարկը չես ընդունում։ Իսկ մյուս քաղաքական ուժերին ասում եմ, ընկել եք դռնե դուռ, ձեզ պատեպատ եք տալիս, բայց հասարակ մի բան կա, միակ բանն է, որում մենք ունենք ընդհանրություն։ Նկատի ունեմ, բոլոր հայերս ունենք ընդհանրություն։ Ուզում ենք մեր երկիրը լավը դառնա։ Եվ եթե իսկապես դա ուզում ենք սրտանց, իսկապես դա ուզում ենք սիրելով մեր ժողովրդին, մարդկանց, մարդկությունը նաև, ի՞նչ է կատարում ձեզ հետ։ Հիմա արդեն ուղղակի եմ դիմում, Նիկոլ շրջապատի կողքին կանգնած աղջիկներ և տղաներ, Ալեն Սիմոնյան, կներեք էլի, ինչ մակարդակի եք աշխատում, որ ես շատերի անուններն էլ չգիտեմ, Կոնջորյան,
Թունյան, այդպես ազգանները հիշում եմ, որոշ մարդկանց դեմքերով եմ հիշում։ Իմ ասածն ինչ է, ասածս հասարակ բան է։ Դուք հանձնաժողով եք ստեղծել, տապալվել եք լակոտի նման, տապալվել եք 5 տարի է, տապալվում եք, տեղում պտտվում եք, հիմա էլ նոր կապիկություն եք անում։ Ստիպեցիք սա ասել, որովհետև եթե դուք մի անգամ լրջորեն, մարդկայնորեն, օրինականորեն անդրադարձած լինեիք, ես այլ ոճով խոսեի դասել։ Բայց դուք դες պահում եք շարքային սրիկայի նման, պղծության նման։ Դուք օրենքով նախատեսված գործողությունները խախտելուց բացի տարրական մարդկային բաներն էլ չեք անում։ Հանձնաժողովը դրա համար է ստեղծված, որ քննարկի տարբերակները, բայց ինչի միակարգա տարբերակը մինչև հիմա չեք քննարկել։ Հիմա որ ասեմ դուք հո անասուն չեք, կներվեք։ Դրա համար չեմ ասում։